Վանաձորում ավարտվեց կրթությունը նորաձև է շարժման հերթական հանդիպումներից մեկը, տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, ասեմ, որ դահլիճը լեբլեցուն էր։ Ես նախապես գրանցվել էի, հայտ էի ներկայացրել եւ հայտս հաստատվել էր եւ ես հնարավորություն ունեցա այստեղ մասնակցելու այս հանդիպմանը, բայց ասեմ, որ նախապես բոլոր նկարահանող սարքերը եւ նաեւ հեռախոսները հավաքել էին եւ ես հնարավորություն չունեցա որևէ տեսագրություն անել ներսում, հիմնական մասը հենց դպրոցների աշխատակիցներ էին։ Մասնակցելու եք, դուք հրավեր եք ստացել, թե ինքներդ եք։ Կարելի է ձեր հարցերին չպատասխանեմ, հարցերին մասնակցելու ենք, ուրեմն մասնակցելու ենք։ Որ ոլորտից եք աշխատում եք, որտեղ եք աշխատում, կարող եմ։ Խնդրանքս ուրիշին հարցակցանարել։ Դուք հրավեր եք ստացել, թե ուղղակի ինքներդ եք ուզում մասնակցել։ Դպրոցից եք, ինչ եք, որտեղից եք։ Վանաձորի ուսուցիչ եք։ Այո։ Ինչպես եք հրավերը ստացել, ինչպես եք որոշել մասնակցել, ինչն է հետաքրքիր ձեզ այստեղ։ Ուղղակի լսել են, դիմել են, խնդրել են, ինձ հետաքրքրել են։ Նախկինում երբևէ մասնակցել եք արշավին։ Այո։ Այսինքն նոր բան եք ուզում լսել, թե նորից եք ուզում լսել։ Նորից եմ ուզում լսել։ Լրագրող եմ Ազատություն ռադիոկայանից, ուզում եմ իմանամ հրավեր եք ստացել, թե ինքներդ եք որոշել, որ մասնակցեք։ Որտեղից եք։ Հենց սկզբից ելույթ ունեցավ Աննա Հակոբյանը, նա այսօր եկել էր մի շապիկով, որի վրա գրված էր սեր, պատմեց իրենց ձեռքբերումների մասին, որ արդեն մոտ 7000 մարդ պատրաստակամություն է հայտնել, հայտ է ներկայացրել անդամակցելու իրենց շարժմանը ու նաև 6600-ից ավելի մարդիկ արդեն մասնակցել են տարբեր համայնքներում իրենց այս նմանատիպ այս ֆորմատով հանդիպումներին։ Աննա Հակոբյանը ատելության մասին ընդհանուր կոնտեքստով էր խոսում, ասում էր, որ այդ ատելությունը, ժլատությունը, ագահությունը եւ զազրախոսությունը են ինչ որ ըստ իրեն կա այսօր մեր հանրության շրջանում, դա դեռ 5-րդ դարից է, նա պատմական ակնարկներ արեց Մովսես Խորենացի, Հովհաննես Թումանյան, հետո արդեն Հրանտ Մաթևոսյանից մեջբերումներ անելով նշում էր, որ պետք է ընդհանրապես կրթության կոնտեքստում դնել մեծերի այս ասացները, այն բացասական երևույթները, որոնք առկա են մեր հանրության շրջանում, առերեսվել դրանց հետ եւ փորձել փոխել ինչ-որ բան այդ իմաստով, սակայն քանի որ չենք առերեսվել, միշտ հպարտացել ենք մեր ունեցածով, միայն հպարտության կոնտեքստով ենք դիտարկել ամեն ինչ, հետեւաբար նաեւ որևէ փորձ չի եղել այդ ամենը փոխելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր եւս մեկ անգամ արեց իր նախորդ օրերին արված շեշտադրումները, որ պետք է կաթողիկոսի ընտրություններին մասնակցի նաեւ պետությունը, նա չնշեց ի վերջո դա նշանակում է, որ սահմանադրության մեջ պիտի փոփոխություն արվի, թե ոչ, բայց ամեն դեպքում նշում էր, որ դա մեծ կարևորություն է, որ կաթողիկոսի ընտրությանը մասնակցի նաեւ պետությունը, թե ինչ ֆորմատով այդ մասին խոսք չեղավ։ Չնայած ընդմիջման ժամին իմ առաջարկը չընդունեցին եւ Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը հարցազրույց տալու 3 արված, այսպես ասած, աղմկահարույց գրառումների մասով, բայց ես հնարավորություն ունեցա հարց հնչեցնել, մասնավորապես նշելով, որ մարդկանց կարծիքը շատ բուռն էր եւ հիմնականում մարդիկ կամ չէին հավատում, որ այդ գրառումը ինքն է արել կամ ասում էին, որ դոկ անմականով հայտնի գործիչը ուղղակի պլաստիկ վիրահատություն է արել կամ որ համարում էին սա անպարկեշտ խուլիգանական ձևակերպում։ Հարց հնչեցի, արդյոք հայհոյանքով հայհոյանքին պատասխանելը ճիշտ է, նաև հարց բարձրացրի, թե արդյոք դա հենց Գուգարաց թեմի առաջնորդին էր վերաբերում կոնկրետ երեկվա գրառումը։ Նա ըստ էության չպատասխանեց, բայց ասաց, որ կտեսնեք, հասնելու ենք նրան, որ փիլոնազրկվեն այն հոգևորականները, որոնք կուսակրոնության կարգը խախտել են։ Իրենց վիրավորանքներ պարունակող գրառումների մասին նշեցին, որ վերջին 7 տարիներին հանդուրժել են իրենց ընտանիքի հասցեին, նույնիսկ իրենց մանկահասակ երեխաների հասցեին արված հայհոյանքներ եւ այն հարցին, թե արդյոք այդ հայհոախառն ստատուսները, գրառումները համադրելի են իրենց կրթարշավին, վարչապետը պատասխանեց, որ այո, համադրելի չեն, դրա համար հենց այստեղ, այսինքն ձեզ կրթելիս, այստեղ այս դահլիճում մենք չենք հնչեցնում
վերցնում այդ հայհոյանքները, իսկ տիկին Աննա Հակոբյանը ավելացրեց, որ սա կրթելու ձև է, այսինքն այդ գրառումներով փորձում են կրթել եւ իր բառերով ասած ներքևում գտնվող մարդկանց վերև բարձրացնել հենց այդ ձևով։ Փորձում են այս տարբերակը, չասացին թե ինչ հաջողություններ են ունեցել ի վերջո այդ հարցում, բայց նշում էին, որ ամեն ինչ փորձել են դրա դեմն առնելու, բայց սա եւս մեկ փորձ է։ Հիմա փորձում են այս տարբերակով, այսինքն հայհոյանքին հայհոյանքով պատասխանելու տարբերակով այդ մարդկանց փոխել։ Նայեցե կարելի է մի հատ հարց։ Դնա միշտ տպավորությունով է մի։ Ձեր հարցից լավ։